Պանորամայումի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք ուղիղ կապ ենք ապահովել Վաղարշապատ համայնքից, խոշորացված, որտեղ այսօր ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս պահին մենք զրուցենք ընտրություններում գրանցված 6 դիտորդական խմբերից Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության դիտորդական խմբի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Պարոն Մխիթարյան, ժամը 14:00-ի դրությամբ ինչ պատկեր ունենք, ինչ ահազանգեր ունենք, ինչ արդյունքներ ունենք։ Շնորհակալություն նախ այս հնարավորության համար, որովհետև լրատվամիջոցները ըստ էության դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների լավագույն գործընկերներն են, որովհետև մենք հիմա բոլոր տեղամասերում իհարկե երկուական դիտորդներ ունենք, բայց միաժամանակ մոնիտորինգի ենք ենթարկում նաև լրատվամիջոցներին, որոնք իրենց օգնությամբ իսկապես նպաստում են ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը Հայաստանում եւ ընդհանրապես դիտորդական առաքելությունների իրենց հենց առաքելություն որպես լավագույնս դրսևորելու ուղղությամբ։ Հիմա ժամը 2-ի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը մասնակցության առումով, թվերը դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հրապարակել, բայց մենք դիտորդներից հենց նոր հավաքեցինք եւ դա տոկոսային հարաբերակցությամբ մոտավորապես 22-23% շրջանակներում է։ Սա նշանակում է, որ մասնակցության, որովհետեւ ուղիղ կեսը ըստ էության արդեն անցավ ժամանակի։ Մասնակցության առումով շատ բարձր չի, բայց միաժամանակ կարելի է ասել, որ շատ ցածր էլ չի, որովհետև սովորաբար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ավելի ցածր է լինում մասնակցությունը, համապետական ընտրությունների ժամանակ ավելի բարձր է լինում, մենք ունենք մոտավորապես միջին ցուցանիշ եւ եթե այս նույն տեմպերը շարունակվեն, մասնակցությունը կլինի 50%-ի կարգի, իմ կարծիքով։ Ուրեմն մյուս բանը, որ կուզենայի հատկապես ասել, դա այն է, որը վերաբերում է դիտորդական առաքելություններին, փաստորեն բոլոր դիտորդները միասին 19 բնակավայրերում, որոնք ընդգրկում է Վաղարշապատ խոշորացված համայնքը, 19 բնակավայրերում տեղակայված են 200-ից մի քիչ ավել դիտորդներ, որոնց կեսից շատը տրամադրել է Հայաքվե դիտորդական առաքելությունը։ Ինչի համար եմ սա ուզում հատկապես շեշտել, որովհետև մենք ունենք հատուկ մեթոդաբանություն եւ դիտորդներին պատրաստում ենք շատ առաջ, քան թե ընտրություններն են։ Եվ սա շատ կարեւոր է, որովհետեւ շատ դիտորդներ ըստ էության երբեմն ուրեմն իրենց դիտորդական առաքելությունը իրականացնելիս չիմանալով օրենսդրությունը, չիմանալով իրենց պարտականությունները եւ իրենց իրավունքները, խոչընդոտում, երբեմն նույնիսկ խանգարում են ընտրական հանձնաժողովների գործընթացներին։ Դրան խառնվում են, օրինակ այդպիսի դեպքեր այսօր ունեցանք, դրա համար եմ ասում։ Դրան խառնվում են կողմնակալ արդեն վստահված անձինք, որոնք գիտեք կողմնակալ են ըստ սահմանման, իրենք պետք է հենց կողմնակալ լինեն։ Եվ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ շատ ընտրողներ ուղղակի խուսափում են, օրինակ նրանք հենց տեղամասում են գտնվում, բայց երբեմն ստացվում է այնպես, որ տեսնում են այդ բանավեճ, լարված իրավիճակ, որը բնավ չի նպաստում այն գործընթացներին, որին միտված ենք մենք որպես դիտորդական առաքելություն։ Դուք ուղղորդումներ նկատել եք ահազանգ կա Խոյ համայնքի վերաբերյալ, որ այնտեղ ուղղորդման դեպքեր կան, եւ նաեւ լրատվամիջոցները այդ մասին նաեւ բարձրաձայնեցին ընտրատեղամասի մոտ ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Բեխակյանի ընտրապաստառի փակցնելը օրենքի խախտում է, թե ոչ։ Իշխանության ներկայացուցիչները մասնավորապես նախարար Խուդատյանը այսպես ասում էր, որ պետք է ուսումնասիրվի արդյոք նոր պարզվի դա օրենքի խախտում է, թե ոչ, ինչ արձանագրումներ ունեք այս մասով։ Ուրեմն տեսեք, այո, մեր դիտորդները արձանագրում են բոլոր այդ դեպքերը եւ դրանք քիչ չեն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հիմնականում երկու ուժի կողմից են դրանք լինում, որովհետև մենք արդեն արձանագրել ենք նաև ընտրողներին տեղամասեր բերելու դեպքեր եւ դրանք եւ Զվարթնոց թաղամասում, որտեղից ես հիմա եմ գալիս, այնտեղ անձամբ ես արձանագրել եմ եւ լուսանկարել եմ, որովհետեւ դա ակնհայտ է, մեքենան բերում է ընտրողին, հետո նույն մեքենան երկրորդ անգամ է մոտենում, իսկ մեքենայի վրա փակցված է շատ կոնկրետ քաղաքական ուժի պաստառը համարը։
Հիմա չեմ ուզում ներողություն ասել, այո, չեմ ուզում ասել, բայց կարող եմ ասել, որ դա մենք վստահաբար ուրեմն ամրագրել ենք եւ ներառելու ենք մեր զեկույցի մեջ եւ կա ուղղորդում, որը մեկ ուրիշ քաղաքական ուժի կողմից է եւ ուղղորդումները հիմնականում այսպես են լինում, օրինակ ծանոթ մարդուն դիմավորում է մուտքի մոտ արդեն վստահված անձը, որը տեղամասից դուրս է գտնվում, բայց կարծես թե իրեն ուղղորդում է ասելով, թե ինչպես պետք է քվեարկել եւ երբեմն մեր դիտորդները նաեւ արձանագրել են եւ տեսանյութեր ունեն, որ շատ ուղղորդված ընտրողներ, որոնք գալիս են քվեարկելու, ցույց են տալիս այն քվեաթերթիկը, որը պետք է տեղադրեն ծրարի մեջ։ Նորից առանց անուններ տալու, գուցեև մեր հեռուստադիտողները հիմա հասկանան, հիմնականում երկու ուժի կողմից է դա տեղի ունենում։ Այդ ամբողջը մենք կարձանագրենք, ինչպես ասացի, եւ կներառենք մեր զեկույցի մեջ։ Մնացած առումով տեղամասերի կահավորվածության առումով կարծես թե մեծ խախտումներ մենք չենք տեսնում, մի բան, որ ինքս եմ արձանագրել, տեղամասի վրա փակցված է, որ նա հասանելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար, բայց իրականում հասանելի չի, եւ այդպիսի տեղամասեր մի քանիսը անձամբ ես ամրագրել եմ։ Ուղղակի կոչ կանեի, եթե հասանելի չի, այդպես էլ ասեք, իմաստ չունի ասել, որ դա հասանելի է, օրինակ սայլակով ընտրողի համար, բայց իրականում հասանելի չի, որովհետև մի քանի հոգի պետք է ընտրեն, որպեսզի սայլակը մի քանի աստիճան վերև բարձրացնեն կամ ներքև իջեցնեն։ Մեխակյանի պաստառի վերաբերյալ։ Այո, եւ պաստառներ կան, ընդ որում գիտեք, նույնիսկ այսօր մենք նկատեցինք, որ պաստառներ կան, որոնք ոչ թե փակցվում են, այլ փչացվում են հենց այսօրվա ընթացքում։ Սա էլ կա եւ շատ պաստառներ տեղակայված են եղել ընտրական տեղամասերից ոչ հեռու, այսինքն նրանք դեռևս շարունակում են իրենց քարոզչական առաքելությունը, այսպես ասած, եւ ընտրական հանձնաժողովները անտարբեր են։ Դրանք պետք է գոնե այսօրվա առավոտ, երբ որ գալիս էին ընտրական տեղամաս, այդ պաստառները հեռացնեին։ Ուղիղ մուտքի մոտ փակցված պաստառ մենք չենք տեսել, բայց շատ մոտ հեռավորության վրա պաստառներ կան եւ դրանց լուսանկարները եւս մենք ունենք։ Եվ անճշտություններ այսօր ԵՄ նկատեց ընտրատեղամասերում, օրինակ մահացած մարդկանց անուններ ներգրված, սխալ անուններ էր այդ հասցեներում նշված, սրա վերաբերյալ ինչ արձանագրումներ ունեք։ Նաև հավելեմ, որ ահազանգեր կային, որ մարդիկ հայտնաբերում էին գալով ընտրատեղամաս, ցուցակում հայտնաբերում էին իրենց տան վրա գրանցված մարդիկ, որոնց չեն ճանաչում։ Այո, ուրեմն մենք արձանագրել ենք եւ ձեր ասած դեպքը, եւ ձեր ասած դեպքը, եւ դեպքեր կարելի է ասել, մեզ տարբեր ընտրողներ մոտեցել են մեր դիտորդներին եւ ասել են, որ այն հասցեն, որտեղ իրենք գրանցված են, հաշվառված են, այդ հասցեում կան անծանոթ մարդիկ։ Եվ մեկ դեպք, երբ որ քվեարկության է եկել Երևանի հաշվառման հասցե ունեցող քաղաքացի։ Եվ նրան թույլ են տվել մասնակցելու, որովհետև նրա անունը եղել է ընտրական ցուցակում, բայց հաշվառման հասցեն Երևանում է եղել, անհասկանալի է այս դեպքը, մենք պիտի մոտենանք պարզենք, թե ինչպես է դա տեղի ունեցել, այսինքն մենք այս փոքրիկ հարցազրույցով մոտավորապես հասկացանք, թե խախտումների ինչպիսի ուղղություններ հիմնականում կան։ Ազդել ընտրությունների ելքի վրա։ Եթե դրանք շարունակվեն նույն տեմպով եւ եթե արդյունքները արձանագրվի այնպես, որ օրինակ քաղաքական ուժերի միջև ձայները բաշխվեն այնպես, որ շատ քիչ տարբերություն լինի, օրինակ մինչև 1000, մենք ամենայն հավանականությամբ կբողոքարկենք, որովհետև մենք գտնում ենք, որ այո, այդ խախտումները մոտավորապես 1000-ի սահմաններում, 1000 ձայնի սահմաններում կարող են լինել եւ դա կարող է իսկապես ազդել արդյունքների վրա։ Բայց եկեք չշտապենք, տեսնենք, թե ինչպես է ընթանալու քվեարկության օրվա երկրորդ կեսը եւ դրանից հետո արդեն համապատասխան եզրահանգումներ կկարողանանք անել։ Ուղղակի ասեմ, որ մենք ունենք բացի տեղերում դիտորդներից նաեւ արագ արձագանքման խմբեր, էլի դիտորդական։ Երբ որ մենք ահազանգ ենք ստանում, անմիջապես խումբը մոտենում է, որի մեջ ներգրավված է իրավաբան եւ ընտրական օրենսդրության մասնագետ, որը տեղում ցուցումներ է տալիս եւ ոչ թե ցուցումներ է տալիս, այլ օգնում է, որպեսզի այդ բարդությունները հաղթահարվեն եւ դա օգտակար է նաեւ ընտրական հանձնաժողովների համար, որովհետեւ իմ անձնական փորձից եմ հիմա ասում, քանի որ այն տեղամասից, որտեղից ես հիմա եկա, ընտրական հանձնաժողովի նախագահը լավ պատրաստված չի։
նա ես չգիտեմ մասնակցել է դասընթացների թե չէ, բայց նա ընտրական օրենսդրությանը լիարժեք չի տիրապետում եւ չէր պատկերացնում, թե օրինակ ինչպիսի շատ կոնկրետ իրավիճակում, երբ որ օրինակ կուտակումներ են առաջանում եւ մյուս խախտումը դա է, կուտակումների դեպքում ինչպես պետք է նրանք իրենց պահեն, օրինակ եւ հիմա կարող եմ հուշել ուղղակի մյուսներին, ովքեր որ մեզ լսում են, դիտում են, ուրեմն չի թույլատրվում 15 դիտորդ ներողություն ընտրողից ավելի ընտրատեղամասում գտնվելը։ Այդ դեպքում հանձնաժողովում, որտեղ հանձնաժողովի նախագահան չգիտեր, հանձնաժողովում միշտ լինում է միշտ ազատ գոնե մեկ անդամ, որը ընդգրկված չի ցուցակների ուրեմն քվեաթերթիկներ հատկացնելու, ընտրողներին գրանցելու եւ այլն, եւ այդ հանձնաժողովի ազատ անդամը կամ հենց հանձնաժողովի նախագահան կարող է ուղղակի արգելել կամ սպասեցնել համապատասխան ընտրողներին, մինչև նրանք դուրս գան, որովհետեւ խառնաշփոթի դեպքում իսկ տեղամասեր կա, որ կան մոտ 10 վստահված անձինք, մի 10 դիտորդ լրատվամիջոցներն են գալիս եւ այդքան մարդու ներկայությամբ շատ դժվար է հետեւել նույնիսկ այն ընթացքին, որ խախտումներ չլինեն եւ դրանից օգտվում են հենց ընտրակեղծարարները, որոնք ուղղորդում են հիմնականում հենց տեղամասում, որովհետեւ դիտորդները տեղացի չեն ճանաչում թե ովքեր են եւ իսկ ուղղորդումը այդ ժամանակ հեշտ է լինում, որովհետեւ խառնաշփոթ իրավիճակ է եւ նույնիսկ գնում են օգնում են այդ մարդկանց գրանցվելով իհարկե, մենք հետևողական ենք, որովհետև մի բան էլ ասեմ, ուրեմն կարելի է ընտրողին իսկապես օգնել, եթե նա նրա կարիքը ունի, բայց օգնողը չի կարող լինել վստահված անձ, չի կարող լինել դիտորդ, լրատվամիջոց, չի կարող լինել հանձնաժողովի անդամ, այլ մեկ ուրիշ ընտրող։ Եվ այդ ընտրողի տվյալները պետք է գրանցվեն մատյանում, որպեսզի նա իրավունք չունենա երկրորդ անգամ նույն տեղամասում օգնելու։ Եվ մի հարց, դուք դիտորդական առաքելություն իրականացրել եք Գյումրիում։ Այո, հայակվեն։ Եվ ինչ զուգահեռներ կասկածնեիք Գյումրիի եւ Վաղարշապատի այս փուլում։ Այո, մենք ուրեմն դիտորդական առաքելություն նախորդ ընտրությունները, որ եղան մարտի 30-ին եւ Փարաքար համայնքում եւ Գյումրիում իրականացրեցինք 200-ից ավելի դիտորդներ ունեցանք երկու համայնքներում, ըստ էության այն խնդիրները, խոչընդոտները, որոնք մենք հանդիպում էինք Գյումրի Փարաքարում, նույն բանը մենք տեսնում ենք նաեւ Վաղարշապատում, դրանք էական տարբերություններ չենք տեսնում այս պայդրությամբ։ Եվ ընդ որում ասեմ, որ քանի որ դիտորդների մեծ մասն էլ մոտավորապես կեսը ընդգրկված է եղել նախորդ ընտրական պրոցեսներում, այսինքն որպես դիտորդ ընտրական պրոցեսներում, նրանք արդեն կարողանում են համեմատություն անել եւ ասել, որ օրինակ, այո, մոտավորապես ձեռագիրը մոտավորապես նույնն է։